9 զոհ մեկ ընտանիքից, բոլորին նրանց սպանել են, ամբողջ տունը այրել են։ Այս ամենը տեղի ունենում նոր տարուն, իսկ գլխավոր կասկածյալը Սանտա Կլաուսն է։ Ինչպես է ԱՄՆ-ում անցնում նոր տարին եւ ինչու են մարդիկ Սանտա Կլաուսի շորերով, նույն ինքը ձմեռ պապու, կատարում բազմաթիվ հանցագործություններ, որոնց թվում է նաեւ սպանությունը։ Այսօր բացահայտելու ենք ԱՄՆ-ի ամենատոնական սպանություններից մեկը, որը կանխամտածված էր A-ից մինչև F, ամեն դետալ, ամեն մանրուք ծրագրված էր, նույնիսկ այն, թե ինչ է անելու հանցագործը հետո։ Իսկ մինչև տեսանյութին անցնելը չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակոճակը, կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ հետեւել ալիքին։ What's your emergency? 2008 թվական, դեկտեմբերի 24, 11:30 մարդիկ շարունակում են անդադար զանգել 911, վառվում էր արտեգանների տունը, մի ամբողջ ընտանիք գտնվում էր տան մեջ, տունը երկհարկանի էր, ամբողջությամբ այն սկսվել է այրվել և կրակը արդեն իսկ հասնում էր երկրորդ հարկին։ Ամենամոտ ապրող հարևանը ասում է, որ արտեգանների տունը այրվում է, իսկ ներսից լսում էր, թե ինչպես են ընտանիքի անդամները գոռում։ Նրանք վառում են եւ փորձում ինչ-որ մի կերպ փրկվել։ Տեղ հասած հրշեջները սկսում են անհապաղ գործել։ Ամբողջ ուշադրությունը թաղամասի արտեգանների տունն էր։ Բոլորը հավաքվել էին ու նայում էին, թե ինչպես է երկհարկանի տունը առանց որևէ պատճառի ներսից այրվում։ Սա դժբախտ պատահար էր, թե կանխամտածված էր այս ամենը։ Միգուցե ինչ-որ մեկը թալանել էր։ Մինչ սա հասկանալը ոստիկանները նույնպես ժամանում են եւ սկսում են հարցաքննել հարևաններին։ Հարևաններից մեկը ասում է, որ Սանտայի կերպարանքով ինչ-որ մեկին է նկատել, սակայն այդ պահին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քանի որ կարծում են, որ նա ուղղակի շոկի մեջ է կամ նախատոնական տեսիլք է տեսել։ Կրակը արդեն այնքան է ուժ գնանում, որ սկսում է հասնել երկրորդ հարկ։ Երբ որ հրշեջներին վերջապես հաջողվում է մարել, ներս են մտնում, որպեսզի տեսնեն, թե ով է ողջ մնացել։ Ցավոք 9 զոհ, 9-ն էլ այրվել են, զգալով իրենց մաշկի վրա կրակների բոցը։ Արտեգանների ամբողջ ընտանիքը այդ օրը հավաքված էր իրենց տանը, նշելու նոր տարին, ամանորը, սակայն ինչ-որ անհասկանալի պատճառներով հրդեհ է բռնկվում։ Եվ 9 մարդ ամբողջ ընտանիքից մեկ օրվա ընթացքում ուղղակի այրվում են եւ զոհվում։ Սակայն 9-ից միայն մեկն է վառվելու պատճառով զոհվել, իսկ մնացած 8-ին կրակել են։ Նրանց բոլորին մոտ տարածությունից կրակել են, որոնք էլ մահացել են կրակոցի արդյունքում։ Կային պաշտպանական վնասվածքներ, ինչը նշանակում է, որ նրանք ինչ-որ մեկից կամ մի քանի հոգուց պաշտպանվելու արդյունքում ստացել են իրենց գլխին կամ կրծքավանդակին կրակոց, որի պատճառով էլ տեղում մահացել են։ Ինչ է դառնում, որ սա կանխամտածված էր եւ ինչ-որ մեկը նրանց բոլորին սպանել է, բայց ում էր պետք։ Չէ՞ որ նոր տարի է 9 մարդ, որոնք ինչքան էլ մեկ ընտանիք կապ ունենան իրար հետ, բայց տարիքային շատ տարբեր էին։ Ու ոստիկանները այստեղ հիշում են այն հարևանի ասածը, որ տեսել են Սանտայի կերպարանքով ինչ-որ մեկին։ Ոստիկանները նորից սկսում են հետաքննությունը, այս անգամ նրանք բոլոր հարևաններին հարցնում են, բոլորը պնդում են։ Նրանք տեսել են Սանտայի հագուստով մի մարդու, ով որ մեքենայով մոտեցել է բնակարան եւ բնակարանը լքել 11:20 րոպեին։ Ինչ է ստացվում, որ կա ընդամենը մեկ կասկածյալ, եւ դա Սանտա Կլաուսն է, նույն ինքը մեզ հայտնի ձմեռ պապը։ Ոստիկանները սկսում են միանգամից անվտանգության տեսախցիկների միջոցով փորձել գտնել Սանտային կամ նրա մեքենան։ Ցավոք, երկու փորձերն էլ ապարդյուն են։ Նրանք ոչ կարողանում են գտնել Սանտա Կլաուսին, ոչ էլ կարողանում են գտնել այն մեքենան, որով որ Սանտան եկել էր։ Փազլը հավաքելու համար եկեք գանք սկզբից։ Քովինան դա քաղաք է Կալիֆոռնիայի մեջ, Լոս Անջելեսից մոտավոր 1 ժամ հեռավորության վրա, շատ հանգիստ փոքր քաղաք է, որտեղ բոլորը իրար գիտեն, քաղաքում համարյա թե ոչ մի վտանգավոր դեպքեր տեղի չի ունենում։ Եթե վերցնենք գլոբալ մյուս քաղաքների հետ համեմատենք, ապա շատ ապահով քաղաք է։ Արտեգանները ամուսնացած են 53 տարի։ Այդ 53 տարվա ընթացքում նրանք ունեցան 5 չափահաս երեխա, որոնք էլ ունեն իրենց երեխաները,
Ինչպես նաև արտեգաններին պարգևեցին թոռներ։ Նրանց ընտանիքը շատ մեծ էր, ամեն օրը իրենց համար խնջույք էր։ Նրանք շատ հաճախ էին հանդիպում, հավաքվում միմյանց հետ, նշում տարբեր առիթներ, իսկ Նոր տարին նրանց համար ամենակարևոր տոնն էր։ Նույնիսկ այնքան կարևոր, որ երեկոյան ու մինչև հենց Նոր տարվա բուն արարողությունը նրանց տուն անընդհատ տարբեր անիմատորներ էին գալիս, որպեսզի երեխաներին զվարճացնեն եւ նվերներ բաժանեին։ Եվ այդ անիմատորներից մեկն էլ շատ հաճախ լինում էր հենց Սանտա Կլաուսը, ով երեկոյան գալիս էր տուն ու երեխաներին նվերներ բաժանում, նրանց համար հեքիաթներ կարդում, մի խոսքով լիարժեք դարձնում տոնը, բայց Սանտային դեռ կանրադառնանք։ Բրյուս Ջեֆրի Պարդոնը ծնվել է 1966 թվականին ԱՄՆ-ում։ Նրա մանկության մասին շատ ինֆորմացիա չունենք։ Միջին խավի ընտանիքից էր։ Դպրոցում եւ քոլեջում նա շատ լավ էր սովորում, իր առաջադիմությունը միշտ խրախուսվում էր։ Ավարտելուց հետո անցնում է աշխատանքի, իսկ արդեն 2004 թվականին գտնում իր կյանքի միակ կեսին։ 2004 թվականին Բրյուսը ծանոթանում է իր ապագա կնոջ Սիլվիայի հետ եւ առաջին հայացքից սիրահարվում։ 2 տարի անց հունվարին նրանք ամուսնանում են։ Կա այս ամենի մեջ ընդամենը 2 բայց։ Առաջինը, որ Սիլվիան արդեն իսկ ուներ 3 երեխա իր նախորդ ամուսնությունից, որը Բրյուսի համար համարյա թե խնդիր չէր։ Բրյուսը շատ կողմ էր, նա շատ էր սիրում այդ երեխաներին եւ Սիլվիային, ինչպես նաեւ իր 3 երեխաներին, ասում է, որ կպահի մինչև կյանքի վերջ։ Նրանք տեղափոխվում են Բրյուսի տուն, ապրելու միասին, համերաշխ եւ մեծ ընտանիքում։ Իսկ երկրորդ բայցին մի փոքր ուշ կանրադառնանք։ Կինը սկսում է զբաղվել երեխաների դաստիարակությամբ եւ չի աշխատում։ Քանի որ երեխաները այն տարիքին չէին գտնվում, որ հանգիստ թողներ տանը մենակ, նա գնար այլ աշխատանքով զբաղվեր։ Ու ստիպված ամբողջ հոգսը ընկնում է Բրյուսի վրա։ Բրյուսը սկսում է օր ու գիշեր ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանա ընտանիքին ապահովել, ինչպես նաեւ սկսում է արդեն երեխաներին չսիրել։ Նա նույնիսկ գումար չէր տալիս իր կնոջը, որպեսզի երեխաների համար հագուստ կամ սնունդ գներ, պատկերացնում եք, բերել էր իր տուն պահում էր, ասում էր ամեն ինչ նորմալ է, բայց կնոջը գումար չէր տալիս, որպեսզի երեխաների համար սնունդ գներ։ Մի տեսակ շատ տարօրինակ է այս ամենը։ Այդ դեպքում չընդուներ, էլ ինչու ես տուն բերե։ Նա սկսում է դժգոհել, նա սկսում է անընդհատ կնոջ հետ վիճել, պատճառներ ման գալ, որ ասի, որ նա ատում է իր երեխաներին, նա չի ուզում ուրիշի երեխաներին պահել։ Այս ամենը իհարկե Սիլվիայի վրա շատ է անդրադառնում, նա շատ է նեղվում, սակայն ինչ աներ, թողներ նրանց մենակ, թե ստիպված հանդուրժեր։ Եվ Սիլվիան որոշում է, որ պետք է ապահարզան պահանջի։ Հիշում եք այն երկրորդ բայցի մասին, որ ասացի մի փոքր ուշ կանրադառնանք։ Պարզվում է, մեր սիրելի Բրյուսը իր նախորդ ամուսնությունից ունեցել է երեխա։ Այո, Բրյուսը նույնպես ունեցել է երեխա, բայց ոչ թե ներկայացրել է Սիլվիային, այլ ուղղակի թաքցրել, ինչպես նաև մոռացել երեխայի գոյության մասին։ Մի օր, երբ տանը մնում է երեխայի հետ, նրանք խաղում են միմյանց հետ ու երեխան գլխի վրա ընկնում է։ Դրա իսկ պատճառով ստանում է շատ ուժեղ վնասվածք եւ դառնում հաշմանդամ։ Սրանից հետո Բրյուսը բաժանվում է կնոջից, երեխային ուշադրություն չի դարձնում, թողնում մենակ այդ հիվանդության մեջ եւ ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ ֆիզիկապես նրանից հեռանում է։ Նա ոչ ուշադրություն է դարձնում երեխայի զանգերին, երեխայի մոր զանգերին, իսկ այդ պահին նրա տղան գիտեր Բրյուսին, այսինքն ներսի նորածին էր, որ չհիշեր հորը։ Նա հիշում էր, անդադ ցանկանում հոր հետ հանդիպել, բայց Բրյուսը չէր պատասխանում ոչ մի զանգի։ Այսպիսով Բրյուսը ուներ մեկ անհաջող ամուսնություն, բայց նաև հետագայում պարզվում է, որ ունեցել է մի քանի այլ հարաբերություններ, որոնք նույնպես ավարտվել են ինչ-որ փուլում, բայց որպես case այս մեկը առանձնանում է։ 2008 թվականին սկսվում է ապահարզանի process-ը, որի արդյունքում Սիլվիան հաղթում է դատը, որքան էլ որ Բրյուսը փորձում է նրա անունը պախարակել, նա ներկայացնում է Սիլվիային, որ ամեն օր նա գնում է կազինոներ, ներկայացնում է, որ նա վատ վարք ունի, երեխաներին պետք է զրկել իրենից, ոչ ինձ տալ, ոչ Սիլվիային, թող նրանց պահեն ուրիշները, թեկուզ մանկատունը, բայց Սիլվիան շատ վատ մարդ է, ինչին հակադարձում են Բրյուսի հենց ընկերները, որոնք պնդում են, որ Սիլվիան շատ adekvat եւ նորմալ մարդ է, ինչպես նաեւ մայր է, նա իր երեխաներին շատ է սիրում, նրանց մասին շատ է մտածում։ Որքան է որ Բրյուսը փորձում է աղջկա անունը գետնով տալ, սակայն դատարանը չի հավատում նրան, որի պատճառով էլ Բրյուսին
տուժ է ներկայացվում։ $10,000 միանվագ նա պետք է վճարեր Սիլվիային, ինչպես նաև ամեն ամիս ալիմենտ $1,700։ Մի պահ, որ պատկերացնեք, մեր կուրսով դա 600-ից 700,000 դրամ է։ Այս ամեն ինչը Բրյուսի համար շատ ուժեղ հարված է լինում։ Նա նաև այս ընթացքում սկսում է աշխատանքի տեղը խարդախություն անել, որպեսզի ավելի շատ գումար վաստակի, սակայն տնօրինությունը իմանալով նրան գործից ազատում է։ Այսպիսով նա մնում է իր իսկ խոսքերով ասած բոբիկ։ Սիլվիան իր 3 երեխաներին եւ այդ գումարները վերցնելով վարձով բնակարան է գտնում, այնտեղ սկսում ապրել եւ մոտենում է ամանորը։ Ամանորին նա որոշում է գնալ իր մոր եւ հոր տուն, որը չեք հավատա, բայց արտեգաններն են։ Այո, Սիլվիան արտեգանների աղջիկն է։ Բրյուսը շատ լավ գիտեր, թե ում աղջիկն է Սիլվիան, որ քաղաքում, որ փողոցում է նա ապրում եւ որ ինչքան կարեւոր է նրանց համար ամանորը։ Նա շատ լավ հասկանում էր, որ ընտանիքի բոլոր անդամները այդ գիշեր լինելու են տանը եւ նա կարող է բոլորից վրեժ լուծել իր չստացված ամուսնության եւ ֆինանսական ծանր դրության համար։ Այսպիսով Բրյուսը խանութից գնում է Սանտա Կլաուսի հագուստը եւ որոշում այցելել իր նախկին սիրեցյալին։ Հետագայում հետաքննությունը պարզում է նաև, որ Բրյուսը այս ամենը ավելի շուտ էր ծրագրավորել, երբ որ ապահարզանի պրոցեսն էր գնում, գործընթացը նա գնում է 5 զենք, ինչպես նաև 15 տուփ փամփուշտ։ Նա պլանավորում էր ամեն ինչ, նույնիսկ այնքան ճշգրտորեն, որ վերջում պետք է Սիլվիայի փաստաբանը նույնպես պատասխան տար այս ամեն ինչի համար։ Բրյուսը վարձակալում է մեքենա, որի մեջ ռումբ է տեղադրում եւ որոշում, որ այդ ռումբը պետք է պայթի փաստաբանի տան մոտ, որից հետո նա ավարտին կհասցնի իր գործը։ Չնայած չէ, եւս մեկ սպանություն ու վերջ, ամեն ինչ իդեալական ծրագրած է։ 11:30 դուռը թակում են։ Առաջինը բացում է 8-ամյա թոռնուհին։ Դա Սանտան էր, նա միանգամից նրան ճանաչում է, ուրախանում ու ներս հրավիրում։ Քանի որ արդեն նշեցի, որ նրանց ընտանիքը հաճախ էր անիմատորների կանչում, սա շատ տարօրինակ չէր իրենց համար, որ Սանտան նրանց կարող է այս ժամին հյուր գալ։ Բրյուսը ներս մտնելուն պես տեսնում է կնոջը, Սիլվիան ճանաչում է նրան, սակայն ոչինչ չի հասցնում ասել, երբ Բրյուսը սկսում է կրակել բոլորի վրա։ Ընտանիքի հայրը սկսում է բոլորին ինչ-որ մի կերպ փախցնել, պաշտպանել, սակայն ապարդյուն Բրյուսը ում հասցնում է կրակում, չի նայում որտեղ կամ ում է կրակում, նրա համար կարևորը բոլորին սպանել են, քանի որ ըստ իրեն բոլորը մեղավոր են այս ամենի մեջ։ Նա ուղղակի եկել է սպանելու բոլորին միանգամից։ Ընտանիքի անդամները փորձում են իրար օգնել, փորձում են փախչել, կանգնեցնել Բրյուսին, սակայն չի ստացվում նրանց մոտ։ Բրյուսը չուներ ուղղակի մեղքի զգացում, նա շարունակ կրակում էր բոլորի վրա։ Այս կրակոցները լսում են հարևանները եւ կասկածում ինչ-որ մի բան, քանի որ այս ձայները նման չէին դրսում պայթուցիկների երեխաները, որ պայթեցնում են, դրանց ձայներին նման չէին, սրանք իսկական կրակոցներ են։ Դուրս գալով նրանք չեն տեսնում հավանաբար թե ոչինչ, միայն նկատում են մեքենա եւ Սանտա Կլաուսի շորերով անձնավորության, ով որ դուրս է գալիս տնից ընդամենը 10-15 րոպե հետո։ Ընդհանուր առմամբ 10-15 րոպեում մի ամբողջ ընտանիք մահանում է։ Ընդամենը մեկ մարդու պատճառով։ Հաջորդ առավոտյան ոստիկանները նկատում են մի մեքենա կայանած Սիլվիայի փաստաբանի տան առաջ։ Մեքենայի մեջ կար անձնական իրեր, ինչպես նաև անձնագիր եւ տոմսեր դեպի Մեքսիկա Բրյուսի անունով։ Բրյուսը ծրագրել էր այն մեքենան, որով գնացել էր եւ կատարել իր հանցագործությունը, դրանով գար փաստաբանի տան մոտ, միացներ ռումբը, սպասեր անգամ մինչև փաստաբանը գա, նստեր երկրորդ մեքենան, որտեղ իր անձնական իրերը եւ անձնագիրներ, որից հետո փախչեր երկրից, իսկ փաստաբանը ուղղակի տեղում կտրաքեր, այսպեսով նա կկատարեր իր ամբողջ միսիան, սակայն այս ամենը ոստիկաններին հաջողվում է կանխել։ Ընդամենը 10-15 րոպե եւ մի ամբողջ ընտանիք վերանում է։ Փրկվում են միայն ընտանիքի երիտասարդները, որոնք այդ պահին բակում են։ Փրկվում է նաև 8-ամյա աղջիկը, ով դուռը բացել էր եւ ում վրա Բրյուսը առաջինն էր կրակել։ Իսկ արտեգանների ընտանիքը շարունակում էր միմյանց շատ կապված մնալ։ Նրանց ողջ մնացած միակ քույրը որդեգրում է Սիլվիայի 3 երեխաներին։ Նրանք միասին երկար թերապիաներ են անցնում, որպեսզի կարողանան նորից վստահեն մարդկանց։ Ընտանիքի ողջ մնացած անդամները մինչև հիմա էլ չնայած իրենց դժբախտության շարունակում են օգնել ընտանեկան բռնությունների զոհ դարձած մարդկանց։ Նրանց ընտանեկան կարգախոսն է
մի հանձնվիր, եթե նույնիսկ հիմա դժվար է։ Հիմա կմտածեք, որ պետք է լինի աղմկահարույց դատ, Բրյուսին ձերբակալեն, նրան ցմահ նստացնեն, բայց ոչ։ Բրյուսին ցմահ չեն դատապարտում, ինչպես նաև Բրյուսին չեն առհասարակ ձերբակալում։ Դեկտեմբերի 24-ի գիշեր, 25-ի լույս առավոտ։ Սիլմոր քաղաքում, որը մի փոքր հեռու է գտնվում դեպքի վայրից, ոստիկանները հայտնաբերում են Բրյուսին։ Նրանք գտնում են Բրյուսին վերջապես, սակայն Բրյուսի մոտ կար երկու ատրճանակ։ Բրյուսը, ով սպանել է մի ամբողջ ընտանիքի, հենց նույն զենքով ինքն է սպանել լինում։ Չի թողնում ոչ մի երկտող, ոչ մի նամակ, նա ուղղակի ինքնասպան է լինում։ Այսինքն այն ամբողջ ծրագրած սխեման, որով նա պետք է նույնիսկ փախչեր երկրից, այս ամեն ինչը ուղղակի ծրագրավորված էր, քանի որ նա ցանկանում էր ինքնասպան լինելով ավարտել իր միսիան։ Նա այն վերջին մարդն էր, ում սպանելով իր ծրագիրը կավարտվեր։ Այսպիսով Սանտա Կլաուսը ինքն իրեն սպանելով վերջ է դնում այս արյունալի պատմությանը։ Ինչպես նաև այսօր ավարտվում է մեր տեսանյութը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, շնորհակալություն բաժանորդագրվելու համար, չմոռանաք կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաև ընդհանուր այս ամբողջ տարվա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, որոնք օգնեցին այս ամենը իրագործելու համար, շնորհակալություն ձեզ սիրելի հանդիսատես, որ շարունակում եք դիտել եւ աջակցել ալիքին։ Ցանկանում եմ նաև այս տարի ձեզ մաղթել չունենաք նման դեպքեր, որ ես եմ պատմում, միշտ լինեք զգոն, ուշադիր, ինչպես նաև թող ձեր բոլոր նպատակները իրագործվեն։ Շնորհակալություն, կհանդիպենք արդեն մյուս տարի ավելի հետաքրքիր ֆորմատով։ What's your emergency?